Երևանի Կուրղինյան փողոցում ծառի տապալման հետևանքով վնասվել են կայանված 3 ավտոմեքենա եւ գազատար խողովակը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել ու հեռացրել են ծառը։ Գազի ծառայության մասնագետներն օպերատիվորեն վերացրել են վթարի հետևանքները։ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 19-ի 7 զինծառայողի վրա երթի ենթարկած գազ 53 բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող եւ 3 անչափահաս երեխայի հայր։ Նյուզեեմի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Վարորդը եղել է իր սեփական բեռնատարով, որը տարվա մեջ ընդամենը 1 ամիս է շահագործվում։ Մեքենան եղել է առանց պետհամարանիշի։ Իրավապահները պարզել են, որ այն պիտանի չէ եղել շահագործման։ Վարորդը վարորդական վկայական չունի եւ ձերբակալ Ըստ գյուղապետի ճանապարհը նոր ասֆալտապատված է, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազացակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել եւ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Վարորդը ստապ է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։ Վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը տեղում մահացել է։ Վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ին որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չկա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները Փաշինյանի ճեպազրույցից հետո պահանջել են գործադիրից բնակարաններով իրենց ապահովել։ Մեր պահանջը մեկն է, որ իրանք մեզ տան բնակարան։ Իրանց ասած գումարով, թող իրանք այդ գումարով տուն առնեն տան, մենք ուրիշ ավել բան չենք ուզում։ Բնակիչների խոսքով կառավարության հատկացվելիք 7 միլիոն դրամը բավականին քիչ է նոր բնակարան գնելու համար։ Պարոն Ավինյանը մեզ խոստացավ, որ մի տարի համբերեք, մինչև մի տարի ու կես ձեր բնակարանի հարցը կլուծվի։ Արդեն 3 տարի անցել այդ բնակարանի հարցը չի լուծվել մեկ, երկրորդն, եթե պիտի հարցը լուծվեր այս ձևով, թող միանգամից հենց այդ սկզբից ասել, գիտեք ինչ ժողովուրդ, ձեզ տալու ենք շատ չնչին գումար, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Ես էլ այն ժամանակ իմ տունը ավելի թանկ կծախեի, ավելի հարմար պայմաններում կարողա տուն էի կարողանում առնել։ Ավելի վաղ Նյուզեեմի մեր գործընկերների հրապարակած կադրերում ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրանցից մի քանիսի առողջական վիճակը վատթարացել էր։ Առաջին օգնություն են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները։ Քարքին Հայաստանի տարածք։ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածք չի համարում։ Այս հայտարարությունը նա արել է այսօր հայկական բնակավայրի մասին խոսելիս, տալով նրա ադրբեջանական անվանումը։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քարքին Հայաստանի տարածքը, Բարխուդարլուն Հայաստանի տարածքը, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածքը։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Պարոն Եղոյան։ Ազգային ժողովի նիստի ժամանակ հերթական միջադեպն է գրանցվել ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի եւ նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանի միջև։ Լևոն Քոչարյանը դիմելով Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին փորձել է պարզել, թե ինչ հանգուցալուծում են ստացել իշխանական պատգամավորների կողմից նախկինում հնչեցված մեղադրանքները։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներ ներգնում ձեզ ընտրելու հետ կապված, այսպես փորձ արվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց։ Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը արձագանքեց Լևոն Քոչարյանի խոսքին, գործ տալ եզրույթի կիրառումը դիտարկելով էթիկայի նորմերի համատեքստում, հայտարարելով, որ նմանատիպ ձևակերպումները կրում են քրեական ենթամշակույթի տարրեր։ Նախագահողը դադարեցրեց պատգամավորի ելույթը եւ զրկեց նրան խոսափողից օգտվելու հնարավորությունից։ Պարոն Քոչարյան, ասում եմ, ձեր ասածը ասում եմ քրեական ենթամշակույթի բաղադրիչ։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։
Ձեր ասածը քրեական ենթամշակույթին ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ, նոր կարող եք անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում, պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոններում Ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած տեխնացուներին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկել։ Ընտրվել է միայն մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր Հայաստան խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանը։ Այսպիսով Ուժեղ Հայաստան խմբակցությունը պատրաստվում է նոր տեխնացուներ առաջադրել։ Գործադիրը ընդունել է Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը եւ ուղարկել խորհրդարանի հաստատմանը։ Կառուցվածքային փոփոխություններով արտգործնախարարությունը կանվանափոխվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Ընտրությունների արդյունքներով հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այսպիսով Հայաստանը թեվակողել է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք 4-րդ հանրապետություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի կառավարությունը խոստանում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորում եւ Բաքվի հետ խաղաղության ինստիտուցիոնալացում։ Փաստաթղթում նշվել է նաև Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու մտադրության մասին։ Ծրագրում առանձին գլուխ է նվիրվել եկեղեցու, նշելով, որ ապահովվելու է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը, հանգստի կոչումը եւ սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Սամվել Կարապետյանը խստորեն քննադատել է հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավը, այն որակելով որպես խայտառակություն եւ ազգային ու համաշխարհային ամոթ։ Անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած եկեղեցու բարենորոգմանը վերաբերող կետին, Կարապետյանը նշել է. Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի սերտացող հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Պաշտոնական Մոսկվան անընդունելի է համարում ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների ակտիվ շփումները Վլադիմիր Զելենսկիի վարչակարգի հետ։ Ըստ Զախարովայի, նմանատիպ քաղաքականությունը հաշվի չի առնում Ռուսաստանի անվտանգային շահերը եւ հակասում է միջպետական գործընկերության տրամաբանությանը։ Մոսկվան մտադիր չէ անտեսել այս իրողությունը եւ հորդորում է հաշվի առնել հնարավոր բացասական հետևանքներն ու ռիսկերը երկկողմ կապերի համատեքստում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում եւ ընդունել Իրանին նոր տարածաշրջանային կարգը։ Մենք հետևում ենք ձեր յուրաքանչյուր քայլին, ցանկացած սխալ կամ վրիպում կհանգեցնի շատ ավելի լուրջ հետևանքների, քան նախկինում էր։ Անհապաղ дադարեցրեք ձեր ներկայությունը տարածաշրջանում, քանի դեռ շատ ուշ չէ, եւ ընդունեք Իրանի հաստատած նոր տարածաշրջանային կարգը, գրել է Ազիզին։ Мы крайне обеспокоены возобновлением военных действий в районе Персидского. Մոսկվան բաց է Ուկրաինայի հարցով Վաշինգտոնին նոր առաջարկների համար, սակայն ամերիկացի պաշտոնյաների հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռևս չկան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով ռուսական կողմը ուշադիր հետևում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ԱՄՆ դիրքորոշմանը, սակայն բանակցողների հետ նոր հանդիպումների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ առայժմ չեն ստացվել։ Ըստ Զախարովայի դրա պատճառներից մեկը ամերիկյան կողմի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա առավելապես կենտրոնացած լինելն է։ Серьезный ущерб гражданскому населению всех вовлеченных государств. Թուրքիան, Եգիպտոսը եւ Կատարը համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած վերջին օդային հարվածները։ Միջնորդ պետությունները նշել են, որ ռազմական գործողությունների այս նոր ալիքը լրջորեն վտանգում է հակամարտության դադարեցման ուղղված միջազգային դիվանագիտական ջանքերը։ Հայտարարության հեղինակները պահանջել են միջազգային հանրությունից գործուն միջոցներ ձեռնարկել, ապահովելու հրադադարի պարտավորությունների կատարումը եւ կանխելու իրավիճակի հետագա շիկացումը։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ անցյալ տարեվերջից ի վեր Սուդանի Կորդոֆան տարածաշրջանում ռազմական բախումների սրման պատճառով ավելի քան 200,000 մարդ է տեղահանվել։ Արագ արձագանքման ուժերի անօդաչու սարքերի պարբերական հարվածները Էլ-Օբեյդա քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքներին շարքից հանել են քաղաքի ջրամատակարարման, կապի եւ բժշկական սպասարկման համակարգերը։ Սուդանի բանակի եւ զինված խմբավորումների միջև իշխանության համար մղվող այս պայքարն արդեն խլել է շուրջ 59,000 մարդու կյանք եւ տեղանել ընդհանուր առմամբ 14 միլիոն բնակչի։